Հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, ժամը 14:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում ՆԳՆ ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակումի և ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտիքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտիք քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դիկ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 8- հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու բարեկները հայտնաբերել են Արտիք քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ.-ին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը եկել էր նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հունվարի 9-ին սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երկու քաղաքացի դանակահարված տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։ Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։ Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։ Հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ԲԴ-ի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արալես գյուղում Երևան ԲԴ-ի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու դիկ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության ԲԴ-ի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ ԲԴ-ի համայնքային ոստիկաններն ու բարեկներն ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մոհիդին։ Դեպքի փաստով ԲԴ-ի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը հանկարծամահ է եղել։ Հունվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, ժամը 19:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասկ-Մեղրի ավտոճանապարհին Ադանա ռեստորանային համալիրի հարևանությամբ դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել ՀՂ կին։ Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Opel Mակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան աննման հետքեր։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը հայտնաբերված Opel-ի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։ Դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա D. Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է Լիլիթ Երմալովյանը։ Նշենք նաև, որ այսօր համացանցում տարածվում է Լիլիթի գրառումը Facebook-յան էջում։ Բաց թողեք թևերից վերջապես բացվել, ձեր հեքիաթներին ես չեմ հավատում, թե սուտ է թռչունն է միայն արձակը։ Ես մի նոր անցորդն եմ ժամանակի, վանել եմ ուզում առօրյա մաղձս ավառնել հեռու, գիրկը երազի,
բայց թողեք ինձ կապող բոլոր լարերը, եթե պատրանք է աշխարհը այս, եթե մարում են սիրո նոտաները, փոշիացվում երազանքները, հզոր թե անտեսվում են մարդկային բնույթի կախարդանքները, եւ թե լոքորինվածք են այստեղ բարքերը, իսկ թերությունը չհասկացվել է, բայց եւ պետք էլ չի թող, որ ես լինեմ լուռ մուհիկանը, ու մեր մեջ ասած ինձ համար չեն չափ ու ձևերը, հրամցվող նեղ ոճերն ապրելու, ես տալիս եմ մերժման դիմումս հոգեմաշ այդ գերությունների, քարտեզով անցել եմ վաղուց բևեռներ նաղի ու քաղցրելի, եկեք կոչենք դա փորձառություն, ոչ չմանրանամ էլ երկար բարակ, ազատությունն է տարերքնի միակ, խնդրում եմ այդտեղ թողեք ինձ մենակ։ Դեկտեմբերի 27-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել եւ կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական ոստիկանները քրեական ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ մեկնում են ենթադրյալ դեպքի վայր եւ տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Պարզվում է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ. աչքի երազանային վնասվածքով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անողը։ Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով կրակոցն արձակվել է պնևմատիկ ատրճանակից։ Երևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Կրծքավանդակի բազմակի կտրած ծակած վերքեր ախտորոշմամբ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը 36-ամյա Աշոտ Կ.-ն է։ Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել եւ ծանր մարմնական վնասվածք է պատճառել եղբայրը 41-ամյա Վլադիմիր Հ. Շամշյանքոմի տեղեկություններով դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլը։ Աղազանքով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշանի վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։